ես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դες շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջին հայացքը ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի լույս էլի քուրեր եղբայրներ, բարեկամներ, հարազատներ եւ մենք շարունակում ենք մեր եթեր առավոտյան բնականաբար տիրոջ խոսքի շուրջ եւ այսօր մեզ միացել է Մեսելի Հովանես Կիրակոսյան եղբայրը Մարսելից։ Հովանես եղբայր, շնորհակալ եմ, որ միացաք, ընդունեցիք հրավերս։ Շատ ուրախ ենք, որ ձեզ տեսնում ենք։ Ես էլ ինչպես միշտ շնորհակալ եմ Աբրահամ եղբայր։ Այո, տեսնելուս եւ նորից մեր ունկնդիրներին հանդիպելու համար։ Ձեր մոտ շատ առավոտ շուտ է, որքան հասկացա, կարծեմ թե ժամը 7-ն է առավոտյան։ Շատ շնորհակալ ենք, որ առավոտյան արթնացել եք եւ միացել եք մեզ։ Հովանես եղբայրյան, այսօրվա թեման շատ կարևոր թեմաներից մեկը նորից պետք է շոշափվի կաթից դեպի հաստատ կերակուր։ Կարծում եմ անցյալ մեր թեմայի կարծես թե շարունակությունն է հոգևոր մարդու կերպարի մասին էր եւ նաեւ հոգևոր մարդու կերպարը հնանով է պայմանավորված, որ արդեն անցել է հաստատ կերակուրի։ Ինչի մասին է լինելու խոսքը։ Մի կարճ նախաբան, եթե կարելի է։ Խոսքը նորից աճման մասին է, այսինքն երբ որ վերստին ծնունդ է լինում, դա սկիզբ է, որտեղ ծնվածը պետք է աճի։ Բնականաբար։ Եվ այդ աճը անհրաժեշտություն է, այսինքն հնարավոր չի, որ չաճի, քանի որ աճեցնող Աստված է։ Սակայն պիտի տեսնենք, թե Աստված ինչ ճանապարհներով եւ ինչ ձևով է աճեցնում եւ շատ կարեւոր է իմանալ, որ վերստին ծնվածի աճով սկսում է մեր եսի մահը, մեր մեղավոր բնույթի փոխարինումը։ Սա շատ կարեւոր է։ Հետեւաբար, եթե աճը իրական չի կամ դանդաղ է կամ ինչ-ինչ պատճառներ կան, նշանակում է, որ մեր մեղավոր բնության մահն էլ դանդաղում է, քանի որ մենք անցյալ անգամ ասացինք, որ դա գործընթաց է, որ սկսում է վերստին ծնունդով եւ որքան որ Աստծո որդին աճում է դեպի Քրիստոսի նմանություն, նույն չափով մեր մեղավոր մարմինից ծնված մարմին շնչավոր մարդ կոչվածը քայքայվում է, այսինքն փչանում է, ինչպես Աստծո խոսքն է ասում, արտաքին մարդ կոչելով նրան։ Արտաքին մարդը փչանում է, իսկ ներքին մարդը նորոգվում է։ Օրեո, այսինքն դա մի գործընթաց է, որը տեղի է ունենում։ Իսկ եթե դա տեղի չունենա, նշանակում է կամ չկա վերստին ծնունդ, կամ էլ տեղի է ունենում, բայց ինչ-որ արգելքներ կան, որ ցույց չեն տալիս, որ այդ աճը տեղի ունենա բնականon ձևով։ Այ հիմնականում տեսնենք, թե դա ինչումն է բան։ Հովանես եղբայր, հաստատ կերակուրի մասին, քանի որ վերնագիրը այդպես է, կարող են ենթադրել, որ հաստատ կերակուրը հենց նախ հասունության ցուցիչներից բաղկացուցիչ մասն է, որ ավելի խորքային գիտակցություն ենք ձեռք բերում, ավելի խորքային հասկացողություն Աստծո խոսքի ենթաշերտերի մեջ եւ սիրում ենք դա մեր կյանքի, այսպես ասած, ոչ թե զբաղմունք, այլ կարևորագույն առանցքային այսպես կարևոր բաներից մեկն է, որպես ցուցիչ կարող ենք ասել, որ
դա էլ է ենթադրում, որ մենք իրոք հասունացել ենք, որովհետև կաթ եւ հաստատ կերակուրի մեջ շատ տարբերություն կա մակերեսային եւ խորքային իմաստով։ Իհարկե, ոնց որ բնական կյանքում երեխան երբ որ ծնվում է, նրան կաթ են տալիս, ուրիշ ոչ մի բան։ Եվ կամաց, երբ որ իր մարսելու օրգանները պատրաստ են եւ կարող են իրականացնել պինդ կերակուր, այդ ժամանակ սկսում ենք կամաց փոխել սնունդը։ Չէ, սկզբից տալիս ենք հեշտ կուլ գնացող բաներ, հետո տարբեր վիտամիններով հարուստ բաներ, հետո որոշակի ինչ ասեմ, ավելի հաստատուն բաներ պարունակող։ Ասենց ասած։ Եվ ժամանակները միևնույն ժամանակ աճում է նաև իր ատամները, ամեն ինչ համաչափ ձևով աճում է։ Այո, որպեսզի արդեն պինդ կերակուր կարողանա եւ ինքնուրույն կուլ տալ եւ այլն, այսպես է։ Հովհաննես եղբայր նաև ասեք։ Խնդիրը ինչ է, որ երբ որ Հիսուս այս երկուսը իր զուգահեռ դրեց իրար կողք, ասելով Նիկոդեմոսին, մարմինից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի։ Նա ցույց տվեց, որ այդ երկուսի գործընթացները նման են։Ապես մենք հոգևոր ծնունդի վերաբերյալ է կիրառվում, ինչը որ մարմնից ծնված մարմինն էլ նույն գործընթացով անցնում։ Սա է։ Սա էլ ասեմ եւ երկի մաս անցնենք եւ շտապենք բուն թեմային, կարող ենք ասել, որ հաստատ կերակուրը նաեւ ենթադրում է ճաշակի ձևավորում, համերի, այսպես գամա, այսինքն սա էլ ամեն ինչ չես ուտում, ամեն առաջարկված բաները չես ուտում, հասկանում ես որն է լավը, որն է վատը, վերջապես սրանք սա դրա մեջ կարծես տեղավորված են։ Այո, ես համաձայն եմ, թեև մեր վիճակի մեջ մարդկային առումով ամեն մեկս մեր անձնական ճաշակուրն ենք, այսինքն մեկը մի բան սիրում է ուտել, մյուսը ոչ եւ այլն, բայց ինչ վերաբերում է Աստծո որդուն, նրանը նույնն է եւ թեև այնտեղ էլ կա քաղցրություն, այնտեղ էլ կա պինկերակուն, կծու բաներ, այո, իհարկե համտեսեք ասում է, չէ, համտեսեք, տեսեք, որ Աստված ոչ փախտուրեն։ Հետո չմոռանանք, որ այն խոստացյալ երկիր անունը կրող վայրը եւ կաթեր բխում, բայց նաեւ մեղր։ Այո։ Երեխային մեղր չես տա, նրան կաթ ես տալիս, բայց այնտեղ կա նաեւ մեղր։ Ուստի Աստծո խոսքը եւ կաթ է, եւ պինդ եւ մեղր, եւ ամեն ինչ։ Որ անհրաժեշտ է Աստծո որդու աճը ապահովելու համար։ Շատ լավ, մի երգ եմ պատրաստել Հովհաննես եղբայր եւ դրանից հետո արդեն կանցնենք բուն թեմային։ Էլլադա Սայադյան, ես ունեմ քո կարիքը։ Ես չեմ գտնում
քեզ ասեմ հիմա այնինչ սրտումս կա խոսում եմ ես անխոս ձայնում եմ քեզ անձայն բայց դու լսում ես ամեն բան գիտես որ ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր հարցեր կան իմ հոգում անվերջ անպատասխան և կյանքն է փոթորկվում անհուն ծովի նման երբ իմ ոտքերի տակ չկա ցամաք ասում ես ինձ քայլիր Տեր որտեղ էլ որ լինեմ ինձ հետ ես ես գիտեմ անգամ երբ քեզ չզգամ երբ ձայնդ չլսեմ կողքիս ես ամեն ժամ սպասում ես դու ամեն անգամ որ գամ որ զգամ որ ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր ես ունեմ քո կարիքը ես ունեմ քո կարիքը Տեր 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 ես ունեմ քո կարիքը Գիտեք ինչ եմ մտածում այս երգի ժամանակ շատ դեպքերում երբ որ մեր եկեղեցիներում տեղական երգում ենք այսպիսի երգեր որտեղ կան այս նախադասությունները ես ունեմ քո կարիքը երբեմն ես ինքս էլ երգել եմ բայց հետո նկատել եմ որ կարծես իմիջայլոց էր այս խոսքերը ուղղակի ազդեցության տակ էինք ընկել բայց երբ որ խորապես հասկանում ես կյանքի իմաստը եւ որքան կախվածություն ունես Աստծուց եւ որ ամեն բան իր կամքի մեջ է հասկանում ես նրա մտադրությունները ծրագրերը Աստծո բնույթը եւ ուղղակի գուցե եւ անձայն բայց այն կարևոր նախադասությունը շատ կարևոր է երբ որ հասկանում ենք եւ ասում ենք Տեր ես ունեմ իրոք ունեմ քո կարիքը իրոք այսօր մեզ է միացել մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը Մարսելից եւ սիրում ենք եւ լսում ենք քեզ սիրելի եղբայրս Հետ շիրով ուրեմն նախ ասեմ որ ես այս թեման ուսումնասիրելու ժամանակ հանդիպեցի մի փոքր չասեմ դժվարության բայց թարգմանչության մեջ եղող ինչ որ խնդիրների, որովհետև նկատեցի, որ մեր հայերեն թարգմանության մեջ երբեմն երեխա եւ որդի այս բառերը թարգմանված է միտեղ երեխայի փոխարեն որդի, միտեղ որդու փոխարեն երեխա եւ այլն։ Ուրեմն քանի որ իմ թեման հենց դրա մասին է, ես ստիպված էի ուրեմն ուշադրություն դարձնել դրան եւ բացահայտել դա
Եվ սա կօգնի միգուցե շատ շատերին, որ իմանան, որ միշտ պետք է ստուգել մեր ձեռքում եղած տարբերակն Աստվածաշունչը մյուս տարբերակների կամ անգամ մյուս լեզուների հետ համեմատելով, իսկ լավագույնը իհարկե գնալ եւ բնօրինակը ընտրելն է, ինչպես որ ես արեցի։ Ուրեմն հայտնաբերեցի, որ երեխա, թեև երեխա բառի համար հունարենը տարբեր բառեր ունի, մենք էլ իհարկե ունենք մանուկ, ունենք երեխա, ունենք փոքրիկ, ունենք որդյակ, ունենք տարբեր բաներ, բայց հիմնականում, որը ինձ Հռոմայացիս 8-րդ գլխի ուսումնասիրությունը բերեց դրան, որ ուշադրություն դարձնեմ, եւ ես դες որոշ բաներ ցույց տամ, որ տեսնեք, որ ինչպես է բնօրինակում եւ ինչպես է թարգմանված, ինչու է սա կարեւոր, որովհետեւ իմ թեման այսօրվա այդ է, այսինքն մանուկ վիճակից գնալ դեպի հասուն վիճակ։ Այլ կերպ ասած, կա վերստին ծնված երեխա եւ կա մի ընթացք, որով ինքը հասնելու է Աստծո որդու չափանիշին, Աստծո որդու հասակին։ Եվ իզուր չէ, որ Եսայի մարգարեն 9-րդ գլխում ասում է մեզ համար մանուկ ծնվեց երեխա, բայց մեզ համար որդի տրվեց, մանուկը չէր կարող տրվել, սա է գաղտնիքը, մանուկը ծնվում է, բայց որդի է դառնում եւ որդին է տրվում, եւ մենք տեսնում ենք դա Հիսուսի կյանքում, նա ծնվեց, նա մանուկ էր, տեսնում ենք նրա կյանքի պատմությունը, թե ինչպես մեծացավ, շնորհքով, ճշմարտությունով, իմաստությունով եւ այլն, եւ վերջը հասավ այնպիսի մի հասակի, որ արդեն պետք է տրվեր, միածինը պետք է տրվեր, որպեսզի կարելի լիներ նրա անդրանիկ դառնալը, միածինը պիտի տրվեր, որ դառնար անդրանիկ, այսինքն մեր գոյությունը, Աստծո որդիների գոյությունը տեղի ունենա։ Հիմա օրինակի համար ես ուզում եմ կարդալ Հռոմայացիս 8-րդ գլխի 16 համարը, որ մեզ համար հայտնի է, ասում է նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ուրեմն այստեղ հունարեն բնագիրը գործածում է տեկնա բառը, կամ տեկնոն ավելի ուրեմն հոգնակի, որը նշանակում է երեխա։ Ուրեմն հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո երեխա ենք։ Սա ցույց է տալիս վերստին ծնունդի սկիզբ։ Ինչու՞ է որ ես նախորդ հաղորդումների մեջ ասում էի, որ ճշմարտությունը գալիս է, թափանցում է միջև այնտեղը, որ իրեն համապատասխան է, այսինքն մեր երիկամների մեջ եղող ճշմարտության հետ հանդիպում է եւ այնտեղ վկայվում է, որ տեղի է ունենում վերստին ծնունդ։ Սերմը գնում է իր համապատասխան տեղը եւ այնտեղ ծնունդ է տեղի ունենում։ Սա է գաղտնիքը եւ դա Աստծո խոսքն է, գիտենք, որ զորավոր է եւ կենթանի եւ թափանցում է միջև այդ խորը տեղերը։ Հիմա տեսնում եք մի փոքր մի բան է, բայց մեզ տանում է մի ուրիշ ավելի խորը ըմբռնման, որ այստեղ խոսքը գնում է երեխայի մասին, մինչդեռ դրանից հետո օրինակ 19 համարում, որովհետև ստեղծվածների եռանդալից ակնկալությունը Աստծո որդկանց հայտնությանն է սպասում։ Այստեղ գործածված է իոս բառը, որը որդի են,
երեխա չի։ Հասուն, Այո, հասունացած, որ Մասունացած է, հետո կտեսնենք, որ նաև, ինչպես 23 համարն է ասում, եւ ոչ միայն նրանք, այլ ինքներս էլ, որ հոգու առաջին պտուղը ունենք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք, որդեգրությանը սпасելով, այսինքն մեր մարմնի ազատությանը։ Ուրեմն սпасում ենք նաև որդեգրության, իսկ որդեգրության հասակ գոյություն ունի։ Այսա կարևոր է իմանալ նույնպես, որովհետև հրեաների մոտ որդեգրությունը նույնը չի, ինչ որ հեթանոսները ունեն կամ մենք այսօր կիրառում ենք, որ գնում ենք մի բոլորովին ուրիշ ազգից անգամ կարելի է մեկին վերցնել եւ որդեգրել։ Հրեանը պիտի բան չի անի, նա ուրիշ ազգից չի գնա որդեգրել։ Նա չի կարող որդի կոչվի, գիտեք, հայտնի պատճառով, որտեղ իրենց բանը պահպանում են գիծը, իրենց մոտ որդեգրությունը նույն իրենց զավակի որդեգրությունն է։ Դա նշանակում է, որ իրենց զավակը արդեն հասել է այնպիսի հասակի, որ կարող է հոր ժառանգությունը վերցնել։ Այսինքն հայրի հոր որոշած ժամանակը շատ հետաքրքիր է, ես ուզում եմ այս առիթով կարդանք նաև Գաղատացիս 4-րդ գլխում, տեսեք ինչի մասին է խոսքը, ուրեմն Գաղատացիս 4-րդ 1-4 ասում է, բայց ասում եմ, քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից տարբերություն չունի, թեև ամեն բանի տեր է։ Ծառան ինչու է ասում ծառա, որովհետև ծառային պետք է ասես էս արա անի, այն արա, սենց պիտի անես, այնպես պիտի անես, սովորեցնես, ինչպես մենք մեր երեխաներին մենք ենք ասում ինչ անի, եթե իրեն թողենք ինքը կամ ոչինչ չի կարող անի, կամ էլ սխալ բաներ կանի վնաս իրեն, ուրեմն մենք ենք ասում եւ ասում ենք պետք է լսես, ինչ որ ասում եմ անես, բայց նպատակը ինչի որ նրան թողենք իր ամբողջ կյանքում այդպես մնա։ Նպատակը որ ճիշտ զարգացում ունենա, աճի եւ հետո երբ որ իր եսը արտահայտվի ինքը ինքնուրույնանա, կարողանա նույն կանոնով շարժվել։ Արդեն ինքը որոշել, ինքը խելացի բաներ, որոշումներ անի եւ այլն։ Թեև միշտ կարիք ունենք մեծահասակների խորհրդի, դա արդեն մեր վիճակն է, Աստծո որդին նույնն է, հիմա տեսեք, բայց վերակացուների և տնտեսների ներքև է, միջև հոր որոշած ժամանակը, որն է այս հոր որոշած ժամանակը, հոր որոշած ժամանակը հենց այդ որդեգրության ժամանակն է, որ հայրը նայում է, ինքը տեսնում է, ինքը որոշել է, որ երբ որ այս հասակին հասավ, ինքը վստահելի է դառնում այն ժառանգությանը, որը հայրը պիտի տա։ Ասում է այնպես էլ մենք, քանի որ երեխաներ էինք, աշխարհի սկզբունքների ետև ծառայության մեջ էինք։ Համեմատությունը ուրեմն ավելի հոգևոր բնույթ ունի։ Բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդին կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրությունն ընդունենք։ Ուրեմն այս տեսանկյունից, երբ որ դիտում ենք, տեսնում ենք, որ այո, եւ ինչպես Հռոմայեցիս 8-րդ գլխի մեջ կարդացինք, երեխա է ծնվում է երեխա, վերստին ծնվածը երեխա է, բայց նա ընթացք ունի կատարելու, աճելու եւ մանավանդ մի զարմանալի բան էր կա այս Հռոմայեցիս 8-րդի մեջ, որ ասում է, դա 17 համարն է, ասում է եւ եթե որդիկ, ուրեմն ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքիներ մասնակից կլինենք։ Զարմանալի բան է ասում, չէ՞։ Ուրեմն ինչու՞ն է բանը, ինչու է սա այստեղ հիշեցնում, դե որովհետև երեխան
իր աճելու ընթաց այստեղի միջալոց երեխան է այս 8-17-ի մեջ եւ քանի որ երեխա ես նորից կարդամ ես մոռացա դա ասել ուրեմն 17 համարը եւ եթե երեխաներ ապա ժառանգներ էլ Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ մասնակից կլինենք։ Ինչի մասին է խոսքը։ Այս նշանակում է, որ այս աճի մեջ կա նրան չարչարանքներին մասնակից լինել։ Սա է նշանակում։ Եվ այս աճի բնույթը ավելի ներկայացվում է մեր առջև, թե դա ինչ կարող է իրենից ներկայացնել։ Որովհետև այսպես ասեմ երբ որ մենք կարդում ենք որ մեր հավատքի դիրքը հետևյալն է ոչ թե ես հապա ինքը այդ մեղավոր բնույթ ունեցող եսով չի կատարվում այդ գործընթացը հապա ինքը մեր մեջ այսինքն Աստծո որդի բնույթը մեր մեջ վերստին ծնունդով հետևաբար կամ ոչ թե իմ կամքը լինի համա քո կամքը մենք տեսնում ենք որ այդ քո կամքը լինելը անցնում է չարչարանքներով սա հետարքիր մի բան է նկատել որ այդպես է եւ ամբողջ Աստվածաշունչի մեջ է այդպես Թա ասա Հովանես եղբայր շատ հետաքրքիր տեղ բերեցիր դու խոսում ես մանուկ վիճակից հասունանալու մասին եւ այդ խոսքը որ մեջ բերեցիր որ որդին քանի մանուկ է նա ծառայից չի տարբերվում ես մի բան հասկացա այստեղ որ ծառայություն բառը մենք շատ ուրիշ երբեմն ուրիշ ձև ասոցացվում մեր մեջ որ ինչ որ բան ալեր Աստծո համար բայց այստեղ ես դա չեմ տեսնում ես տեսնում եմ ծառայություն ծառա բառը որը սովորում է որը հասունանում է սա է ծառայությունը ոչ թե ինչ որ մի բան անել Աստծո համար սովորել նրա հրամանները հասկանալ Աստծո սրտի ուզածը սրանք սա աշակերտություն կարելի ասել վստահ համաձայն եք այս խոսքին թե ոչ այսինքն ծառայել նշանակում է համաձայնված լինել Աստծո հետ լինել աշակերտ սովորել Այո, սովորելու ծառայությունը այլ է գիտես նույն հնարենը տարբեր բառեր ունի ծառայության վերաբերյալ անգամ առաքյալը դուլոս կարծեմ եթե չեմ սխալվում բառն է գործածում որ նշանակում է ստրուկ ես Քրիստոսի ստրուկն եմ ասում է այդ աստիճանն էլ կա բայց դա իհարկե չի նշանակում այն առումով որ մենք տեսնում ենք դա այնպիսի նվիրվածությունն է ցույց տալիս անմնացորդ է եւ անձնուրաց սա է բայց այս թեման որ մենք շոշափում ենք այստեղի ծառա լինելը ինքն էլ ասում է որ ծառայում էինք այս աշխարհի ինչ որ երևույթներին այսինքն այդ աշխարհով այդ աշխարհը մեր մեղավոր բնույթն է մենք նրան ենք ծառայել այդ Աստծո որդու գենը նրա իշխանության, նրա գերության տակ է եւ նրանից է ազատվում է ծնվելով եւ նրա մահն է սկսվում դրանով վերստին ծնունդը մեր եսի բնության մահն է սա պետք է տեսնել եւ քանի դեռ աճ չկա են մյուսն էլ դեռ չի մեռել այսինքն մեռնում է աճին համեմատ սա աճում է նա մեռնում է եթե սա դանդաղ է աճում սա նա դանդաղ է մեռնում հետեւաբար նրա ազդեցությունը կա որտեւ այդ բնույթը պետք է փոխվի բնույթի փոփոխություն պետք է տեղի ունենա աստծային Աստծո որդու բնույթը որը Քրիստոսի նմանությունն է պետք է գա փոխարինելու այդ մեռածին սա է գործընթացը հետեւաբար անշուշտ մեր մեջ հարցեր են առաջանում բայց մենք հստակ պետք է
այս հասունությունն էլ ունենանք, որ ինչպես հիմա մեր բնապանի համարը կկարդանք, որ այնտեղ վերջում ասում է, որ կարող լինեն բարին չարից զանազանել։ Եկեք հենց հիմա կարդանք այդ մեր բնապանի ուրեմն համարը, որը Եբրայեցիս 5-րդ գլխի 11-ից 14-ն է։ Այստեղ խոսքը շատ խորը բաների մասին է։ Այսինքն Աստվածանից, երբ որ Քրիստոս անվանվեց քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պես, սրա գաղտնիքը, սրա խորհուրդը առաքյալը մեզ բացատրում է, բայց ասում է, որ գիտեք ինչ, որի համար շատ բաներ ունենք ասելու, շատ բաներ կա սրա մեջ թաքնված ասելու, եւ դժվար է մեկնել, որովհետև դուք դանդաղ եղաք լսելիքով, կամ բնօրինակը ճիշտ է լսելիք է ասում, բայց հասկացվում է ըմբռնման տեսանկյունից, ճանաչության տեսանկյունից, դանդաղ եղաք։ Ինչ է այս դանդաղը, ինչն է դանդաղեցնում այդ աճը։ Ուրեմն ասում է, որովհետև ժամանակին նայելով պիտի վարտապետ լինեիք, այսինքն դուք պետք է այս խորը բաները սովորեցնեիք, կրկին կարոտեք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքերի առաջին նշանագրերը, եւ կարոտողներ եղաք կաթի եւ ոչ թե հաստատ կերակուրի, որովհետև ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որովհետև տղա է, մանուկ է, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց զգայարանները վարժողությամբ կրթված են բարին եւ չարը զանազանելու։ Բնօրինակը բարին զանազան եւ չարը զանազանել։ Այստեղ խնդիրը նրա մասին չի, թե մեր ծնողները մեզ ասել են, որ այսինչ բանը բարի է ու դրա հակառակը չարն է ու մենք զանազանում ենք, դա այդքան էլ բարդ բան չի, զանազանել, այստեղ խնդիրը գալիս է նրանց բնույթը զանազանելու, բարիի բնույթը ինչ է, չարի բնույթը ինչ է, սատանում է շատ ավելի խորը տեղ է, որպեսզի այս խորունգությունով զանազանվի, անհրաժեշտ է այդ ուրեմն կաթից դեպի հաստատ կերակուր անցնելու գործընթացը։ Ուղղակի անհրաժեշտություն է։ Հիմա ես ինչպես անցած անգամ մենք հոգևոր մարդու հետ մասին խոսեցինք, մենք տեսանք, որ առաջի Կորինթացիս 3-րդ գլուխը հենց սկզբից ասում է, որ ձեզ հետ չկարողացա հոգևորների, որպես հոգևորներ խոսել։ Ապա որպես մարմնավորներ, եւ ցույց տվեց, որ այդ մարմնավոր ասածը բանից բացում է մանուկն է, որ երեխա եք, դեռ կաթի կարիք ունեք, որովհետեւ վիճաբանություն կա, էս կա, ենք, այսինքն ձեր եսի դասավորումները ապակներն եք կատարում, որտեղ վիճաբանությունը նախանձը որտեղից է գալի, մեր մեղավոր եսի բնույթն է, քանի դեռ նա է գործում, այդպիսի բաներ են առաջանում։ Եթե Աստծո որդին հասունանա, որ Քրիստոսի նմանությունը ունենա, այդպիսի բաներ չեն լինի։ Սա է առաքյալը ուզում ասել, որ ձեզ հետ որպես հոգևորների հետ չկարողացա խոսել։ Ուստի քաջալերում է, որ աճեն։ Բայց ինքը հենց այդտեղ ասում է, որ Աստված է աճեցնողը, որովհետև ձեր վիճաբանությունները նրա վրա են, որ ես Պողոսյան եմ, ես Ապողոսյան եմ, ես։ Չէ՞ որ ասում եմ արմնավոր եք, այսինքն դուք այսպիսի բաներ եք անում։ Աճեցնող Աստված է ասում, նա Պողոսը ջրեց, ցանեց, Պողոսը ջրեց եւ այլն, բայց Աստված աճեցրեց։ Հետևաբար ինչու մնե բանը, ինչու է Աստծո աճեցնող այդ գործընթացը
դանդաղում ժամանակին նայելով պիտի արդեն ես իմ արտապետ լինեի, ինչումն է բանը։ Աստված չի կարում արագ աճեցնի, թե ինչումն է բանը։ Եվ առաքյալը հետո խոսում է ծառայության մասին, որ ծառայություններ կան, որ Աստված դրել է, հաստատել է, որպեսզի ջրեն եւ ցանեն, որպեսզի արդյունք ունենա։ Անցած անգամ ասացի, եթե արդյունքը ոսկու նման է արծաթի թանկագին քարերի, փորձությունը եթե գա կրակով անցնի, նրանք կմնան։ Այսինքն աճի գործընթացը կշարունակվի, արդյունք կունենա։ Բայց եթե փայտ է, հարթ է եւ այլն, փորձությունը կգա եւ դրանք կվառվեն։ Այդ գործընթացը կա, ասում եմ, բայց նրանք մազապուրծի պես կփրկվեն։ Փրկվելի նկատի ունի այդ գործը կփրկվի։ Եվ ինչ է հորդորում, ինչու է այս օրինակներով հորդորում ծառայողներին, որպեսզի նվիրվածությունը շատ լինի, որպեսզի նախ իրենք հասուն լինեն, որտեղ իրենց չունեցածը չեն կարող տալ։ Նախ իրենք պետք է հասունանան Քրիստոսի նմանության, հետո նոր կարողանան ջրել։ Այդ դա է իսկական ծառայությունը։ Այո, կամ ցանել, որովհետև իհարկե մենք տեսնում ենք, որ աճ գոյություն ունի, կա նորահավատ, կա աշակերտություն, կա մշակ եւ կա առաջնորդ, որոնք օրինակ են, ձեր առաջնորդերին օրինակ վերցրեք ասում։ Տեսնում եք ինչումն է բանը, այսինքն որն է դանդաղեցնում կամ ինչն է արգելակում այս առաջընթացը։ Մենք միշտ հանցանքը դնում ենք, ասենք, այդ խեղճ գառնուկների վրա։ Գառնուկը, բայց ինքը կանչված է աճելու, ինքը բուրդ ունենալու եւ մեծանալու, ինչումն է բանը, ինչու է դանդաղում։ Որովհետև պայման կա։ Պետրոսին ասեց Պետրոս, ինձ սիրում ես։ Նա էլ ասեց, այո, Տեր, արած է իմ գառնուկները։ Առաջինը գառնուկներ է։ Հետո երբ որ հարցնում եմ մյուս երկու անգամ ինձ սիրում ես, արած է իմ ոչխարները։ Սրանք գործընթաց են, որոնք տարբեր են։ Գառնուկինը ուրիշ է, ոչխարներինը ուրիշ է։ Հետո որպեսզի այդ ոչխարներն էլ գառնուկներ ունենան, դա էլ ուրիշ է։ Բայց որն է պայմանը, ինձ սիրում ես։ Տեսնում ես ինչը կարող է դանդաղեցնել հավատացյալի վերստին ծնվածի աճը։ Հովանես եղբայր, մի բան շատ կարևոր տեղ եկաք, ես ուզում եմ զուգահեռ տանեմ մեր օրերի խնդիրներից այն իմաստով, որ այսօր մեկը, որ ապաշխարում է եկեղեցում գալիս է, ու միանգամից իրան ասում են արի ծառայի կամ ինչ կարաս անես, արի տիրոջ համար արա։ Ես մի քիչ ուզում եմ պնդեմ այս գիծը, որովհետև շատ կարևոր է։ Դուք էլ ակնարկեցիք սրա մասին։ Այսինքն սրա անունը դնում են ծառայություն, Աստծո համար ինչ-որ բան անելը։ Բայց ձեր ասացի հիմքում ընկած ասա, պետքա հասունանա, պետքա սովորի, պետքա աշակերտություն անի, որից հետո արդեն ըստ Աստծո կամքի շարժվի։ Այ ես ուզում սա մի քիչ պնդել, որովհետև այսօրվա խնդիրներից մեկը հենց սա է։ Կներեք ընդհատելու համար։ Պարզապես ընդգծեցիր, որ կապ ստեղծվի ռեալ իրականության հետ։ Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր ի պաշտոնե կանչված են այս ծառայության եւ անկեղծ են, նրանք օգուտ կքաղեն այս հաղորդումից եւ կսկսեն վերանայել իրենց
ծառայությունը, իրենց գործընթացը, իրենց նայելով իրենց արդյունքը, թե արդյոք ինչ արդյունք է տալիս իրենց ծառայությունը, Աստծուն հաճելի արդյունք է, թե ոչ, միշտ իմանալով, որ այդ գառնուկները եւ այդ ոչխարները իրենը չեն, դա Աստծունն են, դա նրան են պատկանում, եւ Աստված նրանց հետևը կանգնած է եւ հսկում է, ինչպես նրանց աճը, այնպես էլ նրանց այն ծառայություններին, որ աճեցնելու համար հանձնարարել է, երկուսին էլ հսկում է։ Եվ ես ուզում եմ նորից 8-րդ գլխի մեջ Հռոմայեցից մի մաս էլ կարդալ, որ 28-ից է, 28-29 ասում է, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց, որ նախասահմանելով կանչված են, եւ շարունակում է, որովհետեւ նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, սա է աճը, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ, դες հիմնական Աստծո գլոբալ թեման գործունեության, դա շատ բարձր բան է, դրա համար առաքյալը ասում է, ինքան բաներ ունենք ասելու, այդ Մելքիսեդեկյան կարգի մասին եւ այլ, բայց չի ստացվում, որովհետեւ չի համապատասխանում ձեր լսելիքը, կերպ ասած մարսելու օրգաններ, ընկալողունակության մասին, ընկալողունակությունը, այո, եւ քանի որ ուտելիք է, մարսողական համակարգը պատրաստ չի կարողանում, շատ ճիշտ է, որովհետեւ խնդիր կա աճի բնականon Աստծո որդու զարգացման մեր աճելու խնդիր կա, առաքյալը սա է բարձրացնում եւ այդ խնդիրը սլակով ուղղվում է դրան համար ծառայություններ, որ Քրիստոս տվել է հենց այդ նպատակով, ոմանց առաքյալներ, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց սովորներ, ոմանց վարդապետներ, տեսնում ես, ինչի համար է տվել, այս մարմնի աճի համար, որպեսզի կատարյալ մարդը հասնի Քրիստոսի կատարյալ հասակին, նրա նմանության, այս գիտակցությունը շատ կարևոր է, որովհետև սա է, որ ասում է, որ դուք բարին չարից չեք կարող զանազանել, դա իմանալու համար այդ խորության մեջ, նրա ակունքները հասկանալու համար, որ կարողանաք ցանել կամ ջրել այնպիսի բաներ, որ դրան համապատասխան հավատք առաջ բերի, հայտնություն, եւ նրանք կարողանան այդ ձևով աճել, հայտնվում է, ճանաչում ենք, սիրում ենք եւ նմանվում ենք, այդ ցիկլն է, չէ՞ կատարվում, հետո հավատքի փորձություն, հետո հաջորդ դասարան, որտեվ Հիսուս ասեց, ես ինքս կհայտնեմ, եթե մի հատ sense առաջի շրջանը անեք, ես ինքս նորից կհայտնեմ, եւ այսպես կաճի Աստծո որդին, հետեւաբար այս պատասխանատվությանը կանչված ենք եւ սա անպայմանորեն է կատարվում իհարկե սիրո հիման վրա, ինչպես ասացինք, առանց այդ սիրո ոչինչ պետք չի անել, եթե ոչ մենք եսասեր կդառնանք, թեկուզ ինչ որ բաներ անենք Աստծո համար, դա կպտտվի մեր եսի շուրջը, ոչ թե նրան հաճելի կլինի, կդառնա ուրիշ ավետարան, կդառնա ուրիշ Քրիստոս, կդառնա անձնահաճո, մարդահաճո ավետարան, եւ վերջապես կտեսնենք, որ դա ուրիշ հոգի է, հիմա ինչ է, ես Աստծուն պիտի հաճեցնեմ, թե մարդկանց ասում, կամ ճշմարտություն ասելու համար թշնամի եղա, տեսնում ես ինչ պարագաներ կան, որոնք արգելում են Աստծո որդիների բնականon աճը։ Առաջի Կորինթացիս 13 գլուխը, որ մենք սիրո գլուխ ենք ասում, այնտեղ հստակ ասում է, որ երբ երեխա էի, երեխայի պես էի խորում, նրա համարում ունեի երեխայի պես, բայց երբ որ մարդ եղա, այսինքն աճեցի, մեծացա, այդ երեխայական բաները թողեցի։
Ցուցիչներից մեկն է դա։ Կարևորագույն։ Այո, հիմա մենք ճանաչում ենք ինչպես հայելու մեջ խավարտ է, բայց այն ժամանակ կճանաչենք նրան ինչպես ճանաչվեցինք։ Սա բոլորը գործընթաց է, աճ է, բայց մնում են այս երեքը, հավատք, հույս, սեր և մեծագույնը սերն է, այսինքն այս գործընթացը պետք է առաջնորդվի այս երեք բաներով, որ մնում են, որոնցից մեծագույնը, այսինքն ամենակարևորը, այդ սերն է։ Հովհաննես եղբայր, այս կոնտեքստի մեջ ձեր ասելով ես սա հասկացա, որ որդիական արդեն փուլ մտնելու, այսինքն հասունացումը պայմանավորված է աստվածաճանաչողությամբ, ներդաշնակությամբ, մեկությամբ, այսինքն դրանով ենք հասկանում, որ մենք հասունացել ենք։ Իհարկե, դրանով ենք հասկանում, միևնույն ժամանակ, ինչպես ասացի, ճշմարտության համար չարչարվելով, այո, դա էլ է պրոցեսի մեջ մասնակից լինելով, այսինքն սա զուգահեռ է գնում մյուսին, աճին համեմատ զուգահեռ է, ինչպես շեշտեցինք, ուրիշ ճանապարհ չկա, ասում է, եթե այս չարչարանքներին մասնակից լինեք, փառքին էլ մասնակից կլինեք։ Փառքը վերջնակետն է, այսինքն այլևս այն նպատակն է, որ Աստված, որի համար այս ամեն ինչը անում է։ Բայց գործընթացը այդպիսին է։ Եվ առաքյալը, թեև ինքը հայտնություններով օժտված մեկն էր, նրա հոգևոր ծառայության մեջ այնպիսի զարմանալի եւ սորություններով հագեցված բաներ էին տեղի ունենում, ի նկատի ունեմ Պողոս առաքյալը, բայց Ֆիլիպեցիների թղթի մեջ ասում է ես ուզում եմ նրան գիտենալ, ճանաչել։ Ինչ է, դեռ չես ճանաչել, չէ։ Ինչու, որովհետև ճանաչությունը, Աստծուն ճանաչելը հավիտենական է, եւ չես կարող վերջակետ դնել, չենք, այդ միայն մեր եսը կարող է ասի, որ գիտես ինչ, ես այսքան բան գիտեմ, աստվածաբանական կրթություն եմ ստացել, գերազանց դիպլոմ ունեմ, բայց այդպես չի։ Շատ կարևոր բան եք ասում։ Ես հիշեցի Հիսուսի խոսքը, որ ասեց մեկդի գնացեք, ձեզ չեմ ճանաչում։ Կրոնական տեսքում է իրանց մոտեցումը, բայց չէ ճանաչում։ Հույս ունեմ, որ մեր ունկնդիրները դասակարգի մեջ չեն, ավելի կգնեն են դասակարգի մեջ, որ Հիսուս ասեց հայրներից նրանց, որովհետև չգիտեն ինչ են։ Բայց ամեն դեպքում Աստծո որդու օրինակը, Հիսուս Քրիստոսի օրինակը մեզ համար է։ Նա կարողացավ ասել ոչ թե ինչպես ես եմ ուզում, ապա ինչպես դու ես ուզում։ Ոչ թե իմ կամքը լինի, ապա քո կամքը։ Եվ այդ որոշումը չարչարանքների բարի պատերազմներով անցնելու, լույսի մեջ քայլելու, որտեղ երևում են մեր եսի բնույթը, մեղքերը եւ Հիսուսի արյունը այդտեղ է գործում, այս տեսակ գործընթաց է։ Մենք գիտակից պետք է լինենք սրան, եթե գիտակից չենք, ուրեմն գիտակից չենք նաեւ որ նա բարին, որը չարը։ Եվ ես կարող եմ ձեզ մի բան էլ շեշտել, այստեղ այս բարի եւ չարի տարբերությունը դա մեր ոնց ասեմ մեր մարմնից ծնված մարմնի մեր ծնողների դաստիարակության մասին չի, որ մենք իմ ծնող ասելա, որ այս բանը վատա չարա, դրա համար էլ ինքը ասելա այս, եւ դրա մասին չի խոսքը, սա ավելի խորն է գնում, եւ ընդհանրապես այն մահվան սկզբունքը, որը ես շատ վաղուց խոսել եմ բարիի չարի գիտության սկզբունքի մասին, բարիի չարի գիտության ծառից Աստված ոչ մի բան չի ուսում, ոչ նրա բարին, ոչ էլ չարը, որտեղ նրանից բխողը դա մահվան տանող բան է, եսակենտրոն է այդ բարին, նա պատտվում է անձի շահի շուրջը, թեև բարի է,
Այնտեղ ուրիշ մի սկզբունք կա կենաց ծառի եւ Սուրբ Հոգու պտուղ գոյություն ունի, որի մեջ կա բարություն։ Խոսքը էս բարության մասին։ Միայն բարություն։ Բացարձակն է։ Այն փոփոխական, ժամանակավոր կամ հարաբերական բարությունը չի։ Որ թվում է այսօր բարի է, վաղը կարող է բարի չլինի։ Դրա մասին չի խոսքը։ Դա մահվան սկզբունք է։ Խոսքը Աստծո բացարձակ հաստատուն եւ հավիտենական բարության մասին։ Այսինքն վերստին ծնվածի մեջ եղող նրա էության մեջ եղող, որը Սուրբ Հոգու պտուղ է, ուրիշ բան չի կարող լինել, որ այդ հոգուց է ծնվել։ Ամեն։ Նրա մեջ եղած բաներն էլ, սերն էլ, ուրախությունն էլ, համբերությունն էլ, խաղաղությունն էլ, հեզությունն էլ, բարությունն էլ, անգամ հավատքը եւ զսպվածությունը, դրանք բոլորը Սուրբ Հոգունն են, կենաց ծառից են, գերբնականն են, որը առնչվում է գերբնական վերստին ծնունդը ունեցողի էության հետ։ Եվ այդ էությունն է, որ եկել է փոխարինելու մեր սեփական եսակենտրոն, թե սիրուն, թե ուրախությանը, թե համբերությանը, թե հավատքին, թե բարությանը, որտեղ նա էլ ունի, բայց նրանը անվստահելի է։ Այսօր իր շահին համապատասխան է այսպես բարություն անելը կանի, վաղը որ իր շահերին համապատասխան չի անի։ Ինչու՞մն է բանը։ Իրը դուրը գալիս է կսիրի, դուրը չի գալի չի սիրի։ Իրեն հաճելի է կուրախանա, հաճելի չի ուրախանա։ Սա բնականն է։ Բայց բնականը չի հաճեցնում Աստծուն, Աստուն հաճեցնում է իր որդուն արածները, գերբնական էությունը։ Սա շատ կարևոր բաներ է, որ ես ասում եմ։ Եվ աճելը Աստծո որդին աճում է այս տիրույթի մեջ, գերբնական տիրույթի մեջ, չպետք է խառնենք իրար։ Խառնենք, հետո էլ զարմանանք, թե ինչու չի լինի։ Բաները իրենց տեղում պետք է լինեն եւ լինեն այնպես, ինչպես Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս։ Ինչպես Հիսուս անցավ ամեն ինչով։ Սա է մեր օրինակը։ Ամեն։ Նա էլ ուներ սեր, նա էլ ուներ համբերություն, անգամ հնազանդություն սովորեց։ Տեսնում եք, սա էլ շատ կարևոր մի բան է նրա հնազանդություն սովորելը։ Ինքը իր բնույթով արդեն երկնքից հայտարարվեց, որ սա է այն սիրելի որդին։ Դրանից ուրիշ տեսակ գոյություն չունի, սա է մոդելը, էտալոնը որդու սա է։ Հետևաբար վերստին ծնվածը, որ Աստծո որդի է, ուրիշ չափանիշ չունի աճելու եւ նմանվելու։ Եթե նա աճում է, ուրեմն աճում է որպես նա, որպես Աստծո որդի։ Ամեն։ Ուրիշ բան չպիտի մտնի այդտեղ։ Ամեն։ Այդ ուրիշ բաները մեռնելու են։ Պետք է ուրացվեն եւ խաչի վրա գանվեն։ Եվ իր հարությունով սահմանված Աստծո որդին Հռոմեացիս 1 առաջի գլխի մեջ է ասում, նա իր հարությունով սահմանվեց Աստծո որդին։ Հետևաբար Աստծո որդին հարուցյալ սորության դաշտին է պատկանում։ Լինի նրա աճը, լինի նրա Քրիստոսանման լինելը եւ մնացած ամեն ինչը, էությունը, նպատակը, ամեն ինչը։ Սա շատ կարևոր է։ Ինչու է կարևոր, որպեսզի նրանք, ովքեր այս տեսակ գերբնական էության հետ գործ ունեն, այսինքն վերստին ծնվածների հետ գործ ունեն, դա գերբնական է։ Պետք է իմանան, որ իրենց ջրածը, ցանածը գերբնական պետք է լինի։ Թե չէ ուտելիք չի։ Նա չի կարող ուտել մարդկային ինչ-որ
իմաստությունից բխած, գիտությունից, չգիտեմ, իմաստունից բխած բաներ։ Նա չի ուտում դա։ Պետք է ուտի Զանազանում է լավը վատից, թունավորը այո, օգտակարից։ եւ միշտ թարմ պետք է լինի։ Թարմ, այո։ Անընդհատ նույն բանը ուտացնելով դա էլ չի աճեցնում։ Կարևոր է շատ, այո։ Զանազան, համադամ։ Այո։ Այո, եղբայր։ Ուրեմն մի հատ Պետրոս Արաքյալից կարդանք եւ ավարտենք։ Ուրեմն Պետրոս Արաքյալը իր երկրորդ թղթի մեջ 3-րդ գլխի 16 համարը կարդամ։ Եվ միջև 18 դեռ չէ։ Ուրեմն խոսքը նորից շատ հետաքրքիր է, արի մի քիչ վերևից կարդամ, որ պարզ լինի։ 14 համարից։ Սրա համար սիրելիներ, սրանց սպասելով ջանք արեք, որ անբիծ եւ անհրատ գտնվիք նրա առաջին խաղաղության մեջ։ Եվ մեր Տերոջ երկայնամտությունը փրկություն համարեցեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ Աստվածանից իրան տրված իմաստության պես գրեց ձեզ, ինչպես ամեն թղթերում էլ խոսում է այս բաների համար, որոնցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսումները եւ անհաստատները նրանց ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ իրենց անձերի կորստյան համար, այ քեզ բան։ Եվ երևի չգիտեն էլ, որ դա իրենց անձերի կորուստի համար։ Ուրեմն դուք սիրելիներ, առաջուց իմանալով զգույշ կացեք, որ միգուցե անօրենի մոլորությունով հափշտակվելով ընկնեք ձեր հաստատությունից, հաստատ կերակուրից կարող ենք ասել, եւ աճեցեք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ գիտությունով, նրան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ հավիտյան օրը ամեն։ Տեսնում եք, աճեցեք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ գիտությունով։ Եվ ոնց աճենք, եթե դրան համապատասխան սերմեր կամ ջուր չի տրվում։ Պողոսը այս բանի համար է քաջալերում այն ծառայողներին, որոնք կանչված են այդ գործին։ Ուստի մենք կարող ենք դիմացինին աճեցնել այն չափով, ինչ չափով որ մենք ենք աճել։ Նորահավատը կարող է իր շրջապատի մեջ ավետարանել կամ ասել այն, ինչը որ իր հասակին համապատասխան է։ Եվ ինչպես Հիսուս ասեց, ուրեմն միջև իր ուսուցչի հասակը կարող է հասնել, այսինքն ուսուցիչը ինչ հասակ ունի, նախորդ մակարդակը կարող է բարձրացնել միջև իր հասակը, դրանից ավել չի կարող, որովհետև չունի։ Աշակերտը կարող է նորահավատին հասցնել միջև աշակերտության մակարդակին, որտև դա է, դա կարող է ինքը տալ։ Մշակը կհասցնի իր մակարդակին, առաջնորդը իր մակարդակին, տեսնում եք, տարբեր ծառայություններ կան։ Սա էլ պետք է ուշադիր լինենք, որպեսզի չլինի այնպես, որ նորահավատը սկսի առաջնորդի դասեր տալ, չի ստացվի։ Աճ տեղի չի ունենա, այդ դիմացինը կլսի, բայց չի աճի։ Եվ այսպես, ուրեմն Աստվածաշունչը մեզ ամեն ինչ տեղը տեղին, ամեն ինչ տալիս է, պարզապես անհրաժեշտ է այդ հայտնությունը ստանալ եւ դրանով ապրել, շնորհքով աճել եւ նրան գիտությունով, այսինքն նրան ճանաչելով։ Թող Տերը օրհնի այս մի քանի կարևոր, ինձ համար բավական կարևոր հարցերը, որոնք վերաբերում էին կաթից դեպի
պինդ կերակուր, հաստատուն կերակուր անցնելու, այսինքն երեխայից դեպի որդիական որդեգրության հասակին հասնելու, որովհետև լավ իմացեք, ամբողջ ստեղծվածությունները, ամբողջ արարչությունը ակնկալում եւ սպասում է սրտատրոփ այդ որդիների հայտնվելուն, որպեսզի իր հառաչանքից եւ ցավից ազատվի։ Աստծո տեսանկյունից նայեք հարցերին եւ եղեք այդ մեծության ծառայողներ, ոչ թե մեր փոքրիկ ինչ որ չափով միայն մենք սենց ենք, նրանք նենց են, դա դուրս եկեք, որովհետև դա չի Աստծո գերագույն նպատակը։ Աստծո գերագույն նպատակը իր սիրո պատասխանի կյանքը ապրելն է։ Ամեն։ Ահա ինչի համար պիտի ծառայենք, գործենք, անցնելով ամեն տեսակի դժվարություններ։ Ամեն։ Փառք Տիրոջ։ Շնորհակալ եմ սիրուն համար։ Մենք է շատ շնորհակալ ենք, Հովհաննես եղբայր, գիտես, ինչ էի մտածում, ինչքան նուրբ այդ եզրագիծը, ինչքան ոնց ասեմ, ստիրիլ պայմաններում հոգևոր իմաստով եմ ասում, որ պետքա տեղի ունեն այդ Տիրոջ խոսքի մաքուր Պողոս Պետրոս հենց դա է ասում, չծառված խոսքի, ուրեմն որպես իր արդյունքը իրոք դա շատ ստիրիլ պայմաններում պետքա լինի եւ այդ բարեբեր հողը պետքա լինի, որտեղ սերում այդ խոսքը իր գործն անում եւ հասունացնում է, բերում է հասունության։ Իրոք կա այսպիսի ասույթ, խոսքը վիժվեց։ Մենք վիժվելու մասին շատ այդպես ունենք այդ տերմինը, ինչու, որովհետև այդ հարմար պայմանը չի ստեղծվում եւ խոսքը գալիս է, լսում ենք եւ բայց վիժվում է։ Ուզում եմ ասեմ, ինչքան զգուշ պետքա լինենք այդ խոսքի հետ վերաբերվելու ու շատիր եւ շատ լրջությամբ հետևելու Աստծո խոսքին, հասկանալու Աստծո խոսքի ընդհանուր բովանդակությունը, ինչ էր ուզում Տերը ասել դրանով, ոչ թե մենք մեր մարդկային կեղտոտ մատը խառնենք դրա մեջ, որ ոչ մի արդյունք չի տալիս, որի արդյունքում մենք պետքա հասունանանք։ Ուզում եի ուղղակի ակնարկեի այս հասունության լրջությունը, թե որքան լուրջ է, որքան կարևոր է մեր կյանքում եւ արդյոք մենք ուշադիր ենք, հետեւողականորեն հասկանում ենք, մենք հասունացել ենք, թե ոչ, որտեւ հասունությունը նաեւ գիտակցության հետ կապ ունի, որքան ենք գիտակցում Տիրոջ կարևորությունը մեր կյանքում, հասկանում Աստծո խոսքի խորությունները, սրանք սաղ ցուցիչներ են, որով հասկանում ենք, որ մենք հասունացել ենք։ Ինչու եմ սա ասում, որովհետև շատերը բավարարվում են, Հովհաննես եղբայր, ընդհանրապես փրկվելու, փրկության, այսպես ասած, շուրջը։ Փրկվեցինք, ասած լավ, Տերը գա, մեզ կտանի, վերջանցնենք, այս ամեն հարցերը լուծվեց, տառապանքները։ Այսօրվա խոսքը սրա մասին չէր։ Այսօրվա խոսքը իրոք հասունության եւ դրա լրջությունը հասկանալու եւ հետեւողականորեն լինելու, թե խոսքը որքան արդյունք է տալի, արդյոք վիժվում է թե ոչ, արդյոք ծառված է թե ծառված չի։ Սա շատ կարևոր է, շատ շնորհակալ ենք։ Եթե ասելիք ունեք, ասեք եւ ձեր աղոթքով ավարտենք։ Հովհաննես եղբայր։ Այո, ես պարզապես քո ասացից որպես մի բան ացավ մտքովս, որ Քրիստոսի հարսը չի կարող հասակ չունենալ, այսինքն հարսի հասակ։ Նա չի գալու երեխայի հետ իրեն համարի իր կին երեխան չի, նա պետք է ունենա համապատասխան ճանաչություն Փեսայի, համապատասխան նույնատիպ սիրո հարաբերություն Փեսայի հետ, որպեսզի Փեսան գա եւ նրան տանի։ Ուրեմն այս տեսանկյունից էլ կարող ենք այս հարցը դիտարկել։
թե ովքեր են, որ կկոչվեն իմաստուն գույսեր, որոնք կունենան յուղ, այսինքն լույս, ճանաչություն, Փեսայի։ Սա էլ է, հիմար գույսերը չունեին այդ կանաչ, այդ իմաստությունը, այդ լույսը չունեին, մենք այդ յուղը միշտ ասում ենք յուղ չունեն, կամ էլ ասում ենք Սուրբ Հոգին չունեն, չէ, դա չի, այդ յուղը ինքնանպատակ չէր յուղ ունենա, այդ յուղը նրա համար էր, որ լույս տա, իսկ լույսը ճանաչությունն է, ամեն, խոսքը, այո, ուստի և յուղ ունենանք, որպեսզի կարողանանք այդ ճանաչությունը ամբողջական լինի և պատրաստ լինենք Փեսայի գալստյան։ ամեն, աղոթենք։ Մեր եկնավոր Հայր, սիրելի Հայր, որ երկնքում ես, որ մեզ համար հոգ ես տանում, որ ամեն բան քո ձեռքերիդ և հսկողության տակ է։ Մենք շնորհակալ ենք դրա համար, քանի որ մենք որբ չենք, ապա դու խոստացար, որ կգաս և մեր մեջ բնակություն ստեղծելով մեզ կառաջնորդես այդ լույսի մեջ։ Շնորհակալ ենք, մենք ամբողջովին հավատում ենք դրան և հետևաբար երախտապարտ ենք։ Ուստի այս հաղորդման միջոցով, այս խոսքերի միջոցով այդ նույն բանը կատարի Տեր մեր լսողների, մեզնից սկսած ամեն մեկիս մեջ, բոլորս էլ կարիք ունենք աչելու, բոլորս էլ կարիք ունենք նրան ճանաչելու և ճանաչենք հավիտյանս կյանքի մեջ, այսպես է ասեց Հիսուս, և սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միակ Աստծուդ և Հիսուս Քրիստոսը, որին ուղարկեցիր։ Ուստի առաջնորդի մեզ այս ճշմարտության մեջ։ Հայր, իհարկե մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում, որտեղ մեր անունները այդտեղ գոյություն չունեն, միայն նրա անունով և քո փառքի համար։ Ամեն։ Փառք Տիրոջը, շատ հրաշալի թեմա, շատ կարևոր Հովհաննես եղբայր, Տեր օրհնի ձեզ շատ, շնորհակալ ենք, հաջողված եղեք, օրհնված, մենք նորից կհանդիպենք առաջ Աստված, ձեզ ասենք ցտեսություն, Տեր օրհնի ձեզ, փառք Տիրոջը։ Իրոք այս ամբողջ օրվա ընթացքում ես պետք է խորհեմ, շատ, այսպես ասած, ծանրաբեռնված օր ունեմ, բայց մտքիս կարևորագույն թելը հենց սա է լինելու, կենտրոնական խորհել այս խոսքի վրա, Տեր օրհնի ձեզ շատ։ Իսկ սիրելի քույրեր, եղբայրներ, մենք կհանդիպենք վաղը չէ մյուս օրը, վաղը չենք ունենա եթեր, հարգելի պատճառով, վաղը չէ մյուս օրը կհանդիպենք իրար հետ, Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։